Տանիք երկ, ծիծաղ ու խաղ մանուկների մոլորակում Ժպիտ ու սեր, հեքիաթ ու հերոսներ վար Գույներ լույսեր մանուկների մոլորակում Արև է միշտում օրը իմ մեկովն է մանուկների մոլորակում Շատ ընկերներ, մեծեր ու փոքրիկներ տոն ուրախություն մանուկների մոլորակում Երջանկություն, սեր է ու բարություն պար երաժշտություն մանուկների մոլորակում Արև է միշտում օրը իմ մեկովն է մանուկների մոլորակում օրը իմ մեկովն է մանուկների մոլորակում Շատ ընկերներ, մեծեր ու փոքրիկներ տոն ուրախություն մանուկների մոլորակում Երջանկություն, սեր է ու բարություն պար երաժշտություն մանուկների մոլորակում Արև է միշտում օրը իմ մեկովն է մանուկների մոլորակում օրը իմ մեկովն է մանուկների մոլորակում Մենք հրաժեշտ ենք դատարական դպրոցին պատկերացնում ես, գալենք դպրոց, բացում ենք դասասենյակ և այլևս լսենք, բայց չարճիճի զավակ, բայց մինի դասավ, կամ ենք կակեելու ձիապայտությունները։ Այսօր մենք ավարտելու ենք տարական դպրոց և հրաժեշտ ենք տանում մեծ ելի ուսուցչուհուն։ Չգիտեմ, չեմ հասկանում այս պայն ինչ է
է կատարվում։ Զգացմունքները սխալմվել են, և տխուր են, և ուրախ, և հուզված են, և շփոթված։ Չհասկացա, թե այս 4 տարիներն ինչպես անցան, գնացին դարձան, բարդ, նեղ, պայծառ հիշողություններ։ Հասկանում ես, չգիտեմ ինչ։ Իսկ եթե ես ասեմ, որ կա մեկ միջոց վերհիշելու մեր մանկության հեքիաթը այն մեկ ժամով երկարաձգելու համար։ Հայ, արագ խոսի, վստահ եմ մի բան մտածել ես։ Դու միայն հավատա, եթե դու ազնիվ թղթով ինչ-որ բան ցանկանաս կկատարվի, եկիր չմոռանանք, որ մեզ սպասում են հյուրերը և ուսուցիչները։ Բարի գալուս սիրելի հյուրեր, մենք տարիներ անց նորից հանդիպում ենք նույն բեմում։ Բարի գալուս մեր կախարդական աշխարհ, որտեղ կա սեր, խաղ, ուրախություն։ Այս կախարդական աշխարհում է անցել մեր մանկությունը, այստեղից լուսնել են լացի ծիծաղի ասունքի ձայները։ Այսօր վերջին անգամ բացում է մեր մանկության հեքիաթի գիրքը և վերջին անգամ մենք հիշենք այն պահերը, որոնք ժպիտներ ու արտուկներ են արտասում։ 3 տարի առաջ նման ձևաչափով մենք կազմակերպեցինք միջոցառում, և ժամանակի մեքենայի միջոցով հանդիպեցինք մեր պատմական հերոսների։ Իմացանք, որտեղից են գալիս և ուր են գնում։ Իսկ այսօր կհիշենք մեր դպրոցական տարիների ընթացքում կատարվածը։ Կմտածենք, որ կրկնվում ենք, բայց ոչ, սա ևս մեկ փաստ է, որ մենք այս տարիների ընթացքում չենք գավաթանել մեր սկզբունքներին։ Դպրոցական այս 4 տարիների ընթացքում ձևավորվել են մեր արժանապատվի բաղադրիչները։ Այս ամենը կատարվել է սխալների շփման, ընկերական զրույցների, սիրո, փոխողության շնորհիվ։ Լավ, երիք է խոսել, կարծում եմ ես արտասխալ ժամանակը պետք է ճիշտ օգտագործել։ Հիմա մտածում է, այս հրաշամանոցները ինչպես են մուտք գործել այս կրթօջախ։ Կամ ինչ են սովորել։ Չչարաշահած է թափերությունը։ Տակն է կարծեք մեր դպրոցական կյանքի հետաքրքիր զինվակները։ 2015 թվականին նայած այգիներն ինչ պտղ տվին, դաշտն ինչ պետք էր ասել, մենք չեմ կարող ստույգ ասել։ Բայց ես այս տարի նորագավիթում նայնուպրեց տվեցիք կայտար սիրում, ովքեր 2021 թվականում դպրոց նվար և ուսումնատեն ճաշներներ դարձան։ Որ հետո պիտի դառնան ուսուցիչ, դառնան շինարար, դառնան նկարիչ, իգուցե բուժիչ կամ տնտեսագետ, դառնան խելացի մարդ ամենակետ։ Եվ ահա թողած խաղողակ եկան դպրոց քայլելով ուստամեր դպրոցի շեմից սարսկտան, որ մեր ուսաշող ապագան։ Չէ՞ որ չկան նորագավիթի հրաշքոցում կանաչների մեջ ծվարած դպրոցն է մեծ իրական, դրսած միսը բարերաջ։ Շատ լավ հիշում եմ արդեն այն օրը, երբ դպրոցը դա առաջին օրը կթոջախ հայցրել։ Բացեք իր գիրկը, մենք դարձանք արդեն դպրոցի հույսը։ Սպասեք, մեզ մոռացանք։ Սավոք մենք այդ դպրոց դեսեք մուտք չեն գործել։ Ճիշտ ես, մենք դեսել չանցանք մեր առաջին քայլերը, բայց այդ վերբերքի ձեր ունեցած շնորհիվ կա ժամանակում դարձանք ձեր իմաստիկը։
Ամիս լսել եք, զգացել պատերազմի վտանգը, բայց հիմա չենք ուզում տխել, այլ ընդհակառակը, դες պետք է հուսադրենք, ասենք, որ լավ ենք ուսումնասիրել մեր հայրենիքի պատմությունը, որպեսզի հասկանան որտեղից են գալիս, ուր են գնալիս, գիտակցենք մեր դերը տարածության և ժամանակի մեջ։ Ինչպես ասում են, հիշիր անցյալ, ապրիր ներկայով, մտածիր ապագայի մասին։ Հիմա մենք ձեզ մի քանի հարց կտանք, և դուք եք կհամոզվեք մեր խոսքերի իսկության մեջ։ Պատրաստ եք։ Այո, իհարկե։ Ո՞ր է մեր երկրի պատմական անվանումը։ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն։ Հայեր, ով է մեր օրենքի էմբլեմը։ Հայաստանի Հանրապետության օրենքի տեքստի համար նախային կեցարային Միքայել Արտաջանի
2021 թվականի սեպտեմբերի 1-ին շաբաթվա մեր սիրելիորն է Կիրակին, մեր միջին տարիքն է 10, ընդհանուր ակումբ է 2 տարի, սիրում ենք վազել, կռվել, հետո հաշտվել, կատակել ու ծիծաղել։ Խնդրում ենք ձեզ մեր ապագա ուսուցիչներ, հիշողություններով սիրով լսեք նոր առարկաներ, պատմություն, հանրահաշիվ, գրականություն, քիմիա, ֆիզիկա։ Ընտրություն կատարելիս պարզապես հիշեք, քաղաք Երևան, Նորագավիթի 140 հիմնական դպրոցի 4-րդ դասարան։
արարքներ, ձեռքբերումներ, վերևներ, վայրեջքներ։ Հարգելի հյուրեր, այսօրվա տոնական միջոցառման համար պատրաստել ենք այսքանը։ Կհանդիպենք հաջորդ ուսումնական տարի։ Նորից սպասում։ Հավատեց մեր կյանքի ևս մեկ հանրական, բայց ոչինչ չքնել, չի հավատում։
լուսավորը տեսնելու, դրականը գնահատելու համար։ Շնորհակալ եմ ձեր տված սիրո ու ջերմության համար։ Երբեմն թվում է, թե մեր ընտրած մասնագիտությունը շատ բարդ է, բայց այդ բարդության հետ միասին այն սերը, որ ստանում ենք երեխաներից, մեր հոգին լցնում է, լուսավորում է։ Երբևէ չեմ մտածել, որ այսքան կսիրեմ իմ մասնագիտությունը, ոչ թե կդառնա աշխատանք, այլ կդառնա կենսակերպ։ Անչափ շնորհակալ եմ իմ հարազատ աշխատավայրին, իմ աշակերտներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակ են գտել, հատկացրել, եկել են, ներկա են գտնվել։ Շնորհակալ եմ նաև ձեզ, որ թողնել եք ձեր խաղը ու այսօր այստեղ եք։ Վստահ եմ, սեպտեմբերին միասին ամուր քայլերով գնալու ենք առաջ։ Իսկապես, այս միջոցառման մեջ այնքան ուժ կար, այնքան դառություն, հոգատարություն, պատասխանատվություն, շատ մեծ բավականություն պատճառեց։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին Նիկետ Քոլոյանին պատասխանատվության համար, այն սիրո համար, որ ներդրել է իր աշխատանքում և որը այսօր ներտեսան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողների համագործակցության համար։ Առանց ձեզ, առանց ձեր համագործակցության, երևի թե ոչ մի աշխատանք և առավել ևս միջոցառում այսպես հաջողված չի լինի։ Ուզում եմ մեր փոքրիկներին ևս շնորհակալություն հայտնել, որ այսօր ցույց տվեցին իրենց ոչ միայն գիտելիքներ, իրենց ամբողջ պաշարը գիտելիքների, այլ նաև հանդես եկան տաղանդներով, ինձ համար բացահայտում է, որ մենք այսքան տաղանդավոր բալիկներ ունենք։ Ուզում եմ, որ ձեր աչքերի փայլը երբեք չպակասի։ Այն փայլով, որ այսօր այստեղ եք այս բեմի վրա, շարունակեք սովորել նաև միջին դպրոցում։ Շնորհակալություն նաև բոլոր այն քուրերին, որոնք ներկա են քաղաքապետարանից Թոմային Սաքարյան, հանդիպելով իր փոքրիկ սաների արդեն այսքան մեծացած շատ ուզումնալից պահեր ապրեցիք, տարբեր զգացողություններ և հուզմունք, և ուրախություն, և հպարտություն, նկատեց, որ դուք եք հենց մեր ապագան ձեր ձեռքերում։ Դուք շատ խելացի, շատ լավ, հավասարաչափված մարդիկ եք և դա իհարկե շնորհիվ ձեր ծնողների, ձեր ուսուցիչների